որքան ուժ դրանում են Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա, այնքան բացահայտ ու լրջորեն են գործում ռուսական KGB-ի գործակալ հայրենիքի դավաճանները Հայաստանում։ Արդեն բազմիցս նշել են, որ ռուսական KGB-ի հայ գործակալները Մոսկվայի ցուցումով սկսել են աշխատել Թուրքիայի և Ադրբեջանի օգտին։ Վերջին ակնհայտ դրսևորումը եղավ Գեորգի Վանյանը։ Նախկինում կարծել են, թե Գեորգի Վանյանը ընդամենը պացիֆիստ կոսմոպոլիտ, բայց ազնիվ ակնառու ու սկզբունքային մարդ է։ Այսօր տեսնում են, որ նրա հայտարարությունները կապ չունեն ոչ ազնվության, ոչ արդարության և ոչ էլ սկզբունքայնության հետ։ Նրա պահվածքը ընդամենը մի անուն ունի՝ հայրենիքի դավաճան։ Եթե Գեորգի Վանյանը փորձեր պաշտպանել ադրբեջանցի դիվերսանտների իրավունքները որպես կալանավորի, գուցե կհասկանայի, ի վերջո նույնիսկ թշնամին ունի մարդու կալանավորի իրավունքներ, բայց ակնհայտ դիվերսանտին համարել պատան, դա կանի միայն հայրենիքի դավաճանը։ Շատերը միանգամայն համարում են նրան Ադրբեջանի կամ Թուրքիայի գործակալ։ Նրա հայտարարություններից ելնելով ես պնդում եմ, որ Վանյանը Մոսկվայի գործակալ է և գործում է Հայաստանի դեմ ռուսական KGB-ի ցուցումով։ Պարզաբանեմ ասածս, նախ եթե Վանյանը թուրք-ադրբեջանական գործակալ լիներ, Հայաստանի KGB-ն վաղուց կձերբակալեր նրան։ Եթե Վանյանը նույնիսկ ոչ մի երկրի գործակալ չլիներ, միևնույն է Հայաստանի KGB-ն նրան կմեղադրեր Հայաստանի վարկ ու հեղինակությունը միջազգային հանրության առաջ պարապավորելու համար և ճնշումներ կգործադրել։ Նման մեկը, ով բացահայտ գործում է Հայաստանի թշնամիների օգտին և գործում է անպատիժ, այսօրվա պայմաններում կարող է լինել միայն Մոսկվայի գործակալ, այսինքն պաշտպանված Մոսկվայի կողմից։ Կրեմլը տեսնելով, որ հայ ժողովուրդը օրորին հասկանում է Մոսկվայի հակահայտ քաղաքականությունը և դադարում է Ռուսաստանին բարեկամ երկիր համարել, KGB-ի գործակալների միջոցով փորձում է խառնաշփոթ ստեղծել հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Սա բազմիցս փորձված մեթոդ է հատուկ ծառայությունների կողմից։ Ռուսական KGB-ն իր գործակալներին տվյալ դեպքում Վանյանին հանձնարարում է Ռուսաստանին համարել Հայաստանի թշնամի նույնիսկ հայոյել, բայց միևնույն ժամանակ պաշտպանել հայ ժողովրդի գիտակցության մեջ ֆիքսված ակնհայտ թշնամուն Թուրքիան։ Ու այդ գործակալներին հանձնարարված է, որ որքան շատ հայոյել Մոսկվային, նույնքան էլ բացահայտ պետք է պաշտպանել թուրքերին։ Մոսկվան այս տեխնոլոգիան կիրառում է հայ ժողովրդին համոզելու համար, թե իբր Ռուսաստանին թշնամի են համարում միայն նրանք, ովքեր Գեորգի Վանյանի պես պաշտպանում են թուրքերին։ Այս մեթոդը մինչև վերջերս հաջողություն է բերում Մոսկվային։ Ես հայտարարում եմ, որ Կրեմլին Հայաստանի թշնամի համարող որևէ հայ չի կարող ներկա վիճակում պաշտպանել թուրքերին կամ ադրբեջանցիներին։ Նման բան Հայաստանում այսօր կարող է իրեն թույլ տալ միայն ռուսական KGB-ի գործակալը ու այն էլ անպատիժ։ Ի վերջո մենք, ցեղադրողներս, ինչի ենք Ռուսաստանի թշնամի համարում, որովհետև Ռուսաստանը Թուրքիայի հետ դաշնակցած ոչնչացրեց Դավիթ Բեկի ստեղծած անկախ Հայաստանը, նպաստեց թուրքերի իրագործած հայոց ցեղասպանությանը, հայտարարելով, թե Հայաստանի ես պետք է առանց հայերի։ Հիմա էլ նույնն է, այսօր էլ Հայաստանի ես պետք է, բայց դարձյալ առանց հայերի։ Եվ ամենակարևորը Ռուսաստանը Թուրքիայի հետ դաշնակցած ոչ միայն ոչնչացրեց Հայաստանի անկախ հանրապետությունը, այլև հանրապետության տարածքը բաժանեց Թուրքիայի, Ադրբեջանի և իր միջև։ Նույնիսկ կարելի է վստահորեն պնդել, որ Ադրբեջանի հանրապետությունը ստեղծվել է Ռուսաստանի ու Թուրքիայի փոխհամաձայնությամբ, ունենալով մեկ միսիա՝ սպասարկել ռուս-թուրքական տվյալ դեպքում ռուս-թաթարական, տվյալ դեպքում նկատում եմ թուրքական էթնոսը, սպասարկել ռուս-թաթարական շահերը հարավային ու նաև ողջ Կովկասում, Ադրբեջանի միջոցով ճնշել հայ ժողովրդին ու նրա ձգտումները, քանի որ հայ ժողովուրդը պատմականորեն եղել է արևմտյան քաղաքականության կրողը այս տարածաշրջանում։ Ըստ էության հայ ժողովուրդը ոչ միայն Կիլիկիայում է հանդես եկել խաչակիրների հետ, այլև հենց Կովկասում հանդիսանում է արևմտյան քաղաքականության բնիկ խաչակիրը։ Հայ ժողովրդի ներկայությունը Կովկասում օբյեկտիվորեն հակասում է ռուսական և թուրքական կայսերական ձգտումներին։ Կրկնում եմ, միայն այս պատճառով են Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ստեղծել Ադրբեջանի հանրապետությունը։ Սրանով հանդերձ ես ճանաչում եմ Ադրբեջանի հետ հարևանության և արժանապատիվ համակեցության սկզբունքը, բայց միայն մի պայմանով։ Պետք է Չեխիան ճանաչի 1921 թվականի ռուս-թուրքական Լենին Քեմալ եղբայրության պայմանագիրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների և քաղաքակիրթ աշխարհի գլխավորությամբ նոր արդարացի պայմանագրեր պետք է կնքվեն Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ Ռուսաստանի դերն ու մասնակցությունը կլինի զրոյական։ Այս նոր արդարացի պայմանագրերը կզրկեն Ռուսաստանին Կովկասը ազգամիջյան թշնամանքի օջախ պահելուց, իսկ Ադրբեջանը կդադարի սպասարկել Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ շահերը։ Միայն այս պայմաններում է, որ ռուսական իմպերիան չի կարողանա
Ադրբեջանին շամը սկսի տալ Հայաստանի վրա ու Հայաստանի պաշտպանելու պատրվակով հանդես գալ որպես Կովկասի չոբան։ Ընդհանրապես Ռուսաստանին կարելի է ասել չոբան, ոչ թե հովիվ, որտեղ իրանց մենտալիտետային քաղաքական առումով է, էթնիկական առումով չէ։ Ռուսական իմպերիան իր բանով չոբանին ավելի է սազական, քան հովիվ ասել է։ Ահա սա է իմ պատկերացրած Կովկասյան տարածաշրջանի արդարացի համակեցության մոդելը։ Իսկ քանի դեռ Մոսկվայի գործակալները բացահայտ գործում են Հայաստանում, ռուս-թուրքական դաշինքը մահացու վտանգ է Հայաստանին ու հայ ժողովրդին, եւ բոլոր նրանք, ովքեր կհայհոյեն Ռուսաստանին միաժամանակ պաշտպանելով թուրք-ադրբեջանական շահերը, թող հայ ժողովուրդը իմանա, որ դրանք հենց ռուսական KGB-ի գործակալներ են եւ կատարում են Մոսկվայի հրամանները, դիմում են բոլոր ազգիկ նժդեհականներին, ովքեր չեն ծաղկվել։ Մի մոռացեք Նժդեհի գլխավոր պատգամներից մեկը։ Նժդեհը գրել է Հայաստանի ու հայության գերեզմանափորը թրքող բոլշևիզմն է։ Նժդեհը բոլշևիզմ ասելով նկատում էր ոչ թե կոմունիստերին, այլ հենց ռուսական կայսրությունը բոլոր դրսևորումներով, լինի ցարական, թե այսօրվա դեմոկրատական։ Եվ նաև մի պարզաբան բանալու ասեմ, երբ որ մեկին հանձնարարում են, որ ասում են այսպետի հայոյի Ռուսաստանի թուրքերի պաշտպան է, դա հենց տեխնոլոգիան է, որ ճշմարիտ հակառուսական, ասել Ռուսաստանի իմպերիալների պայքարողներին ձեռք վարկաբեկում են, ուսես նա խոսք կար, ասում են, ենթադրենք իհարկե թողերեն են մարդիկ, ասում են Լևոն Իշտրանա, արատու ֆուտբոլիստը, գնաց ինչ-որ գիշերվա կեսին իրան գելուն սիգնալ է տալիս, այդ աղջիկա հերը հետնումա բալկոն ասում, ով է Սարաբան, ասում որ ասեմ Իշտրանն է, սրա հերը թրվուրք է կար, կայնի ասեմ Անդրասյանն է, թող թրվուրեք Անդրասյանին, ասում Անդրասյանը մեն ասում, Անդրասյանի սենսներ Զանազանյաններ վրեն, հիմա սրա ինչ եմ ասում, էսի հոգեբանական միակ մոմենտ է, որ հատուկ ծառայությունները պարբերաբար օգտագործում են, իմիջայլոց այստեղ ես մեր քրեական գործում ոստիկանությունները օգտագործել դրա պրիմիտիվ տարբերակները, ասենք ցույցնում կան հաշվերս մրմրած, չգիտեմ, Լևոն Շանթը խփեց, ուրեմն դիպոմ եք խփել, մյուսը որ բրտեց այն մյուսներ բրտած կլներ բան, դա ասենք հիմնականում աշխատում այդ տեխնոլոգիան լայն մասաների պարզունակությունը հաշվի առնելով եւ միամտությունը հաշվի առնելով։ Այս առումով ես դրա համար կոչ եմ անում բոլոր նորից կրկնում եմ նրանք, ովքեր որ հանդես են գալի մարդկանցների պաշտպանի անվան կամ չգիտեմ քալանալու իրավունքների, բայց պաշտպանում են ադրբեջանցի լինի թուրքի դրանց ինչ-ինչ շահերը, թող միանշանակ ժողովրդին ու նաև Ռուսաստանի քննադատում են։ Դա հատուկ առում որ ասենք թե շանտել այլ ռուսների դեմ եկել Գեորգի պես են թուրքի կողմից կլինի։ Այս իշտեն այլ ռուսին դեմ են ուրեմն թուրքի կողմից կլինի։ Նորից պնդում եմ, չի կարա հայ ժողովրդի ազգի հայնասեր մարդը Ռուսաստանին քննադատի առանց Թուրքիային քննադատելու։ Ի վերջո Ռուսաստանը որպես ճշտամի հանդես է եկել Թուրքիայի դաշնակցած։ Այսքան բան։ Շնորհակալություն։